Այսօր մամուլի ազգային ակումբում հյուրընկալվել էր հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով խոսեց մամուլի ազատության, լրագրողների նկատմամբ ճնշումների եւ հատկապես հրապարակի նկատմամբ քրեական գործերի հարուցման մասին։ Օհանյանի խոսքով մամուլի նկատմամբ ոտնձգությունները նախկին իշխանությունների ժամանակ են եղել, սակայն ըստ նրա այսօր դրանք հասել են իրենց գագաթնակետին։ Հիմա իրավիճակը փոխվել է, առաջ եթե մեզ դատի էին տալիս ընտանիքի անդամները, իշխանավորների կամ իրենց ինչ-որ ենթականներ եւ այլն, գոնե ոչ առաջին դեմքերը, ապա հիմա մենք փաստ ունենք, երբ որ երկրի ղեկավարը, ասում են, իր ծանր տեղը թեթևացրել է եւ դիմել է դատարան հրապարակ օրաթերթի դեմ մի անմեղ հարցադրումներով լի հրապարակման համար, որտեղ ընդամենը մենք իրեն վերադարձրել էինք իր գրած ստատուսները սրբազանների եկեղեցու դեմ, իր ոճով հեղինակը, այսպես ասած, պամֆլետ հրապարակախոսական մինյուտ էր արել, դավաճանում է արդյոք Նիկոլ Փաշինյանը իր կնոջ հետ, հրապարակումը պարզվեց, որ խիստ զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ հենց ինքը նույն օրը հայտարարեց, որ դիմելու եմ դատարան, ուրեմն դիմեց 1 միլիոն դրամի պահանջ ներկայացրեց, նաև փաստաբանի ծախսեր դրան գումարած եւ այլն եւ այլն։ Արմինե Օհանյանը տեղեկացրեց, որ այս հարցով իրենք պատրաստում են դիմել վերաքննիչ դատարան։ Մենք իհարկե դիմելու ենք, հիմա արդեն պատրաստում ենք վերաքննիչ բողոքը, շարունակելու ենք, ուրեմն բողոքարկելու ենք դա, որովհետեւ այդտեղ բացարձակապես չկա զրպարտության նշույլ անգամ եւ նույնիսկ, չգիտեմ, վիրավորանք էլ չկա, այսպես ասած, հա։ Մարդը, եթե ինքը գրում է դոմփել, մոմփել, մանկապիղծ, սրբապիղծ, չգիտեմ ես են, մի քաղաքացի էլ կարող է իրեն ինչ-որ հարցադրումներ անել, օդում պտտվող այդ լուրերը շրջանառել եւ հարցնել, բա եթե դու հարց ես տալիս կաթողիկոսին զավակ ունես, թե ոչ, մենք էլ կարող ենք քեզ հարցնել, լավաճանում ես արդյոք քո կնոջը, թե ոչ։ Հրապարակի գլխավոր խմբագրի խոսքերով քաղաքական իշխանությունները չեն բավարարվում միայն լրագրողների իրավունքների սահմանափակմամբ եւ ցանկանում են լրագրողների համար ավելի նեղ շապիկ ստեղծել ու վարկաբեկել նրանց։ Նման գործողություններից մեկն էլ առնչվում է 24 թվականի իր հրապարակումներից մեկին, որը առանց իր գիտության շուրջ 1 տարի 2 ամիս քննվել է ու ըստ իրավապահների ինքը բռնության կոչ է արել։ Փորձագետները բարեբախտաբար, երևի իմ բախտից է, որ մի քիչ բարեխիղճ մարդիկ են եղել եւ օգտագործելով բազմաթիվ մի մեծ մենակ 3 էջ գրականության կցված գրականությունն է, թե ինչի հիման վրա են այդ փորձակնությունը արել, գրել են, որ չկա այստեղ կոչ, ճիշտ է օգտագործված է զինվորականներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ տերմինները, բայց դրանք ընդհանուր հասկացությունների իմաստով են ձևակերպված, ոչ թե կոնկրետ որպես թիրախային խումբ, որոնց կոչ է անում Արմինե Օհանյանը գնան բռնություն գործադրել։ Եվ մի խոսքով մի զավեշտի փորձակնության եզրակացությունը կարդալուց ես բարձր ձայնով ծիծաղել եմ, որովհետև շատ զավեշտական է, որ իմ տեքստը նման վերլուծության է ենթարկվել, նման մանրագրքիտ ամեն բառը դրել են, ուրեմն պարզաբանել են, թե դա ինչ է իրենց ներկայացնում։ Օհանյանը այս գործընթացները համարեց քաղաքական հետապնդման դասական օրինակ եւ չբացառեց, որ սա իշխանությունների կողմից կարող է լինել իրենց զգուշացում։ Գուցե ընդհանրապես սա, այսպես ասած, զանգ են հնչեցնում, վախեցնում են բոլորին, ցույց են տալիս, որ մենք ոչինչի առաջ կանգ չենք առնելու։ Մենք ցանկացած մեկի հանդեպ կարող ենք հարուցել քրեական գործ։ Այդ մեկը կլինի Արմինե Օհանյանը, որը 20 եւ ավելի տարի ընկերություն է արել Նիկոլ Փաշինյանի հետ, թե կլինի հարգված սրբազան եպիսկոպոս, թե կլինի բարերար, որը միլիարդները ծախսել Հայաստանում, իրենք ուզում են ասել, մենք չունենք կարմիր գծեր։ Դուք իմացեք, որ բոլորդ հարվածի տակ եք, բոլորիդ նկատմամբ կարող է հետապնդում հարուցվել, բոլորդ կարող եք հայտնվել բանտում։ Խմբագիրը խոսեց նաև իշխանությունների ներկայացուցիչների կողմից լրատվականներին եւ լրագրողներին թիրախավորելու միտումների, լրագրողներին ուղղող այն հարցի մասին, թե որտեղից են իրենց ներկայացված լրատվամիջոցները ֆինանսավորվում։ Մենք իրավունք ունենք իրենցից հաշվետվություն պահանջելու եւ ասելու, ասեք պետական բյուջեից, նաեւ մեր վճարած հարկերի, ձեր ստացած աշխատավարձով դուք ինչ եք անում։ Այս պետությանը ինչպես եք ծառայում, ինչքան եք օգտակար, արդյոք արժի, որ մենք որպես ձեզ վճարողներ, ձեր գործատուներ, արժի, որ մենք ձեզ շարունակենք աշխատավարձ տալ։ Արմինե Օհանյանի խոսքով լրատվամիջոցներն այսօր ամենամեծ եւ բարեխիղճ հարկատուների ցանկում են, եւ ինքը նույնիսկ հարկային հաշվեկշիռ է հրապարակել, որպեսզի հրապարակ օրաթերթը թիրախավորող Ռուբեն Ռուբինյանը տեսնի, թե ինչքան օգուտ է տալիս պետությանը իր փոքրիկ խմբագրությունը։ Մեր ախորժակը այդքան մեծ չի։
Ռուբինյանները պիտի իմանան, որ իրենք ստանում են 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն աշխատավարձ, մեր լրագրողները ստանում են մի քանի 100,000 դրամ եւ բավարարվում են այդ ստացած գումարներով։ Մենք մեր կենսամակարդակը իրենց գոյության այս տարիներին բացարձակապես չի աճել, մենք ընդհանրապես վերարտադրության խնդիր ունենք, մեր ունեցածը պահելու խնդիր ունենք եւ այդ փոքրիկ աշխատավարձերը վճարելու խնդիր ունենք, որը հաջողությամբ լուծում ենք առանց որևէ լրացուցիչ ստվերային գումարի, եթե իրենք դրա կասկածներն ունեն։ Օհանյանը կարևորեց նաև, որ լրագրողները մշտապես անկախ ամեն դժվարություններից չպետք է վախենան եւ զբաղվեն իրենց գործով։ Մենք պիտի մեր գործը շարունակենք անել, անկախ նրանից, չգիտեմ, Ռուբինյան, Վագ Ալեքսանյան, չէ Պողոս, Պետրոս, ով ինչ կխոսի եւ ինչքանով կփորձի խանգարել մեր աշխատանքին, նույն Նիկոլ Փաշինյան եւ այլ, մենք պիտի մեր գործը անենք, ինչպես արել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բոլոր ժամանակներում լրատվամիջոցները նույն գործն են արել, նույն ոճով են աշխատել, նույն ոգով են աշխատել եւ ոչինչ չի փոխվել մեր կյանքում։ Ըստ նրա, իշխանությունը հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը պետք է պատրաստ լինել ցանկացած արձագանքի։ Երբ որ դու երկիրը հասցրել ես այս վիճակին եւ Արցախ ես կորցրել, այսքան կորուստներ են եղել, որ ամեն օր Ադրբեջանից մենք երեք էլ լսեցինք, չէ, Ադրբեջանի մի պատիմել է, որ ցեղասպանություն ճանաչվի։ Այսինքն ամեն օր այդ խոսույթի մեջ ապրող ժողովուրդը առանց այդ ստրեսի եւ ծանր շոկային պայմաններում է գոյատևում։ Եվ միտեղ էլ, այո, մեկը քեզ կթքի, կմրի, միտեղ էլ կփորձի քեզ խփել, միտեղ էլ քեզ կվիրավորի եւ այլն։ Դու պիտի հասկանաս, որ այդ իրավիճակի բնական արձագանքն է մարդկանց այս պահվածքը։ Օհանյանը նշեց նաև, որ լրագրողների գործը ընդդիմությանը աջակցելն է։ Լրագրողների գործը նախ լուսաբանել, օպերատիվ ինֆորմացիա փոխանցելն է, երկրորդը անպայման ընդդիմությանը աջակցելն է։ Պետք է լրագրողը ամեն ինչ անի, որ երկրում ընդդիմություն կայանա, որովհետև եթե դուք չունեք, երկրում չկա լավ ընդդիմություն, ուժեղ ընդդիմություն, երկիրը չի կարող լինել ուժեղ, կայացած, անվտանգ, պաշտպանված, զարգացող եւ այլն եւ այլն։ Օրագիր Նյուզի այն հարցին էլ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կրկին կոժանդակի, եթե իշխանափոխություն տեղի ունենա եւ Փաշինյանը հայտնվի ընդդիմադիր դաշտում, Արմինե Օհանյանը պատասխանեց. Երբ որ պատմում էի, խոսում էի, բերեցի գեներալ Մանվելի օրինակը, որի դեմ մենք հարյուրավոր հոդվածներ ենք տպագրել, երբ որ ինքը Էջմիածնում բեսպրեդելի մթնոլորտ էր ձևավորվել, բայց երբ որ իրեն սկսեցին հետապնդել եւ այդ քրեական գործը ակնհայտորեն խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումներով, կողմնակալ ձևով էր ընթանում, մենք լիարժեք պաշտպանել ենք Մանվել Գրիգորյանին։ Ցանկացած մարդ Բանի որտերի խոսք կա, ես շատ սիրում եմ այդ խոսքերը, ասում է, ես քո հայացքները չեմ ընդունում, բայց պատրաստ եմ իմ կյանքը տալ, որ դու դրանք արտահայտելու հնարավորություն ունենաս։ Այսինքն մենք պիտի մարդու իրավունքներ պաշտպանենք, ոչ թե անձերի վրա կենտրոնանանք, հիշենք, թե այդ մարդը առաջ ինչ է արել, որտեղ երբ որ սկսենք հիշել, թե յուրաքանչյուր անձ ժամանակին ինչ խախտումներ է արել, դա շատ հեռուն տանող տեղ է, հա, չենք կարող, ոչ մեկին այո, ոչ մեկը արդար չի, ասма թող կարգցի նա, ով որ արդար է, ուզում եմ ասել, որ պետք է մարդու իրավունքները պաշտպանված լինեն, անկախ նրանից ինքը ինչ պաշտոն է զբաղեցնում, որ դաշտում է, ընդդիմություն է, թե իշխանություն է, պետք է մամուլը առաջնորդվի սկզբունքներով եւ օրենքներով։ Արմինե Օհանյանը հավելեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը տեղ չունենա ապրելու, սոված մնա կրկին տանիք կտա նրան։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։